Ես պատրաստ չեմ ընդդիմադիր լիդերի կարգավիճակին, մենք իշխանությունը վերցնելու ենք։ Ընդդիմությունը պատրաստ է փողոցային պայքարի լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարում էր ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանը, փաստորեն չբացառելով հետընտրական իրադարձությունները։ Ընդդիմության շրջանում խուզարկությունները նա իշխանության ներքին ցնցումների արդյունք է համարում, որովհետև պնդեց, ընտրաշավը ցույց է տալիս, որ կորցրել են ժողովրդի աջակցությունը, հույս է դրել են ճնշումների վրա։ Ժողովրդի հերոսը ինչ է դարել, չի կարողանում փողոցում քայլել։ Հարձակում է մարդկանց վրա, դա ինչն է, ինչ կանել ստիպի, վախեցնի, վախը ինչ է, զսպանակ է, ինքը կարող է սխմել, բայց մի օր տալու է գլուխը ջարդի։ Տնային կալանքի տակ գտնվող եւ լրագրողներին իր առանձնատանը հանդիպած Կարապետյանը շարունակեց պնդել, որ այս իշխանության օրոք Հայաստանը կլցվի ադրբեջանցիներով։ Ըստ նրա ուժի քաղաքացիական պայմանագրի կառավարման օրոք Հայաստան գալ ցանկացող 300,000 ադրբեջանցիների վերադարձը կդառնա իրականություն, ինչն այսօր դարձյալ հերքել է վարչապետ Փաշինյանը։ Տալիս եք երաշխիքներ, որ ձեր իշխանության օրոք ադրբեջանցիներ չեն բնակեցվել Հայաստանում։ Տալիս են երաշխիքներ, որ ոչ միայն իմ իշխանություն, այսինքն չէ, հենց մեր իշխանության օրոք տալիս են երաշխիքներ, այո։ Ինչով է երաշխավորում։ Ինքը երաշխավորեց Արցախին եւ տեսանք ինչ եղավ Արցախի հետ։ Հայտարարեց իշխանության գալու դեպքում իր ուժը առաջին իսկ օրենքով կանխելու է, որ ադրբեջանցիները զրկվեն Հայաստանում գույք ու հող ունենալու հնարավորությունից։ Հակասաֆարովների մասին օրենք, ասած այդպես է նախագիծը կոչվելու։ Գործող կարգավորումներով օտարերկրյա քաղաքացիները հող չեն կարող գնել Հայաստանում։ Ասում էր, եթե Հայաստանի շահերին չվնասող փաստաթուղթ եղավ, իշխանության գալու դեպքում առաջնորդվելու են դրանով, եթե անգամ Փաշինյանն է ստորագրել, եթե վնասող վերաբանակցելու։ Միլիարդատերը կողմ է նախկին նախագահների հետ խորհրդակցել երկրի անվտանգության հարցերում։ Տնտեսության զարգացման ոչ, ասում էր Փաշինյանից էլ է հարցնելու ինչ է կատարվել։ Ալիևի խնդիրներն էր աշխարհում խոստանում ավելացնել։ Իմ պատասխան Ադրբեջանին Փաշինյանի հեռացումն է։ Իրեն փոխելու դեպքում Ալիևի ախորժակները միանգամից այստեղ են իջնելու։ Ռուսաստանում կարողությունը կուտակած Սամվել Կարապետյանը պնդում էր, թե ինքը Մոսկվայի դրածոն չէ, ինչպես հայտարարում է այսօրվա իշխանությունը։ Ռուսական ինսայդեր կայքներ պնդել, թե ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանը ռուսական հատուկ ծառայությունների աշխատակից է։ Իշխանությունը այս տեղեկությունը ակտիվորեն տարածում է, Կարապետյանը հերքում։ Իդեպ գործարարի թիմից ասում են դատական հայցերը պատրաստվում են, այդ թվում թե գործակալ, թե եղբորորդու Նարեկ Կարապետյանի Ռուսաստանի քաղաքացի լինելու լուրեր տարածողների դեմ։ Սամվել Կարապետյանն էլ կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն է Ռուսաստանի գործակալ, կամ Ադրբեջանի, կամ Թուրքիայի, ինչպես ասում էր։ Ինձ ոչ ոք չի ուղարկել։ Ինձ դա ստիպել է անել Փաշինյանը, երբ հարձակվել է մեր եկեղեցու վրա։ Ռուսաստանում ոչ մի խոսակցություն իմ հետ չի եղել ոչ մի անգամ։ Երևի խոսակցություն որ լիներ, Փաշինյանը ռիսկ չէր անի ինձ 7 ամիս պահել ԱԱՑ-ի պատվալում, ամենածանր պայմաններում։ Սամվել Կարապետյանը այսօր պնդում էր, մինչև ձերբակալությունը բարձր մակարդակով իրեն գործարք է առաջարկվել, եկեղեցուն չպաշտպանելու մասին հայտարարություն անել, դրանից հետո էլեկտրական ցանցերը եւ ամեն ինչը հետ է վերադարձվում։ Պնդում էր ինքը չի ընդունել առաջարկությունը։ Ըստ ուժեղ Հայաստանի ղեկավարի իր կալանավորումից հետո արդեն Մոսկվայի ընկերների միջոցով նաեւ առաջարկ է եղել քաղաքականություն չմտնելու մասին հայտարարություն անել եւ ինքը կազատվի։ Թե կոնկրետ ում կողմից են եղել առաջարկները, Կարապետյանն այսօրվա ասուլիսի ընթացքում չմանրամասնեց, անուններ չտվեց։ Իսկ որ ընտրության ընդհանրապես չեն հասնի, չէր հավատում։ Օրինակ անհավանական էր համարում, որ իշխանությունը կարող է իրենց ուժի գրանցումը չեղարկելու սցենարով գնալ, քանի որ դա նրանց լեգիտիմությունը կդնի կասկածի տակ։ Ուժեղ Հայաստանին վերագրվող ընտրակաշառքի եւ ընտրական այլ հանցագործությունների մեղադրանքներով տասնյակից ավելի գործեր կան։ Ես նույնիսկ վստահ եմ, որ իրենք ինչ որ կարողանում են ներդնել մեր ակտիվիստների շարքում իրենց մարդկանց, հետո իրենց մարդկանց զայնագրում են, տանում նստեցնում են։ Սամվել Կարապետյանն ասում էր, չի վիրավորվում իշխանության կնքած Կալուգացի մականունից։